240 դպրոց փակվելու է Հայաստանում 2026-ին, ահազանգում են հասարակական գործիչները։ Մեր ձևով շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն էլ տեղեկացնում է, որ միայն Սյունիքում 45 դպրոց է փակվելու։ Հացավան, Սալվարդ, Թասիկ, Սիսիանի այս գյուղերում դպրոցները փակվելու են խոշորացման քողի տակ։ Այդ գյուղերի դպրոցականներին ավտոբուսներով, քարքարոտ ճանապարհներով տանելու են Սիսիան համայնքի մեկ այլ գյուղի Աշոտավանի դպրոց։ Հացավանի բնակիչներից մի քանիսը Հայլուրին ասել են, որ երբ հաջորդ տարի դպրոցները միավորվեն, իրենք Սիսիան են տեղափոխվելու։ Սիսիանի գյուղերից Արևիսը, որի դպրոցն էլ է փակվելու, ամենահեռուն է Աշոտավանից, մոտ 20 կիլոմետր ճանապարհ։ Գյուղը դատարկվելու է, եթե դպրոցը փակվի, ասում է Հայլուրի հետ զրուցած բնակիչը։ Ես կառաջարկեի, որ այդ գյուղի դպրոցը չփակվեր, որը հենց այն պատճառով, որ գյուղը մնար գյուղ։ Գյուղում երկու ընտանիք է աշակերտ ուղարկում դպրոց, եթե իրենք էլ չուղարկեցին, այդ ընտանիքները տեղ չեն մնա արդեն, դուրս կգան այդ գյուղից, եւ գյուղը կվերանա։ Դպրոցները միավորելով կրճատում են աշխատատեղերը, Սալվարդ գյուղում մի քանի ընտանիք դպրոցում է աշխատում։ Նրանց երեխաներն էլ են հենց այդ դպրոց հաճախում։ Հայլուրի տեղեկություններով այդ ընտանիքները հեռանալու են Սալվարդից, իրենց միակ աշխատանքից զրկվելու պատճառով։ Սալվարդի բնակիչները չեն հավատում, որ վերջին անգամ են տոնական զարդարում իրենց դպրոցը, տոնածառ դնում։ Զարմանում են, ինչպես թե փակում են իրենց դպրոցը, չէ որ աշակերտների համար նույնիսկ ճաշարան ունեն։ Իշխանությունը մեր երկրում արտագաղթի արհեստական հիմքեր է ստեղծում, դատարկելով սահմանամերձ գյուղերը, ահազանգում է ազգային ժողովի պատգամավոր Արմենուհի Գյուրեղյանը։ Ինչքանով է այդ խոշորացումը նպաստում արտագաղթին, ինչ անել, որ այդ արտագաղթը չիրականանա, այսինքն դա այնպես համատարած հավասարաչափ խոշորացման ծրագիր չպետք է լիներ իրականում։ Իշխանությունը հատուկ դատարկում է սահմանամերձ գյուղերը, որ այնտեղ բնակեցնի 300,000 ադրբեջանցիների, համոզված է Արմենուհի Գյուրեղյանը։ 300,000 ադրբեջանցիների Հայաստան վերաբնակեցնելու պահանջն է։ Իսկ ինչպես են նրանք բնակեցնելու, բնականաբար սահմանամերձ շրջաններում արտագաղթ կազմակերպելու, բաց սրանից լավ արտագաղթ կազմակերպելու մեխանիզմ, հենց դա էլ անում են։ Ինչու պետք է նրանք թողնեն, որ այս կամ այն գյուղում բնակիչները մնան եւ դեռ ավելին ներգաղթ լինի դեպի սահմանամերձ գյուղեր, հակառակը նրանք պետք է արտագաղթ կազմակերպեն սահմանամերձից դեպի կենտրոնացնեն մի քանի խոշոր քաղաքներում, որպեսզի այդ գյուղերն ազատվեն այդ ադրբեջանցիների բնակեցման համար։ Սահմանամերձ գյուղերում աշակերտների թիվը ավելացնելու համար հենց այդ բնակավայրերում է պետք նոր դպրոցներ կառուցել։ Միայն այսպես է հնարավոր, որ շատ աշակերտներ ու բնակիչներ ունենան սահմանամերձ գյուղերը։ Իսկ օրվա իշխանությունը ճիշտ հակառակն է անում, համոզված է Արմենուհի Գյուրեղյանը։ Լանա Համբարձումյան, Կարինե Մանգասարյան, Նորա Շարբաթյան եւ Արմեն Ապրեսյան, Հայլուրի համար։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։